Ողջույն սիրելի հայրենակիցներ, տեսակապով ես այժմ հարցազրույցի եմ հրավիրել Հայաքվե միավորման անդամ Հարգարժան Մենուա Սողոմոնյանին։ Ողջունում եմ ձեզ, պարոն Սողոմոնյան, եւ շնորհակալ եմ հարցազրույցի հրավերս ընդունելու համար։ Բարև ձեզ, հարգելի շնորհակալություն հրավիրելու համար։ Պարոն Սողոմոնյան, խոսենք ներքաղաքական իրողություններից։ Այսօր շատ անակնկալ, անկեղծ ասած, լրագրողներս էլ տեղյակ չէինք, թեպետ սկսեց շատ արագ նաև որոշ լրատվամիջոցներով լուր տարածվել, որ արտահերթ է հրավիրում իշխող ուժը, քաղաքացիական պայմանագիրը խորհրդարանում, եւ փաստորեն Փաշինյանը ընտրական օրենսգիրք էին որոշել փոխել, հա, Փաշինյանի թիմը, եւ ստացվում է ինչ ամեն կերպ փորձում է այս իշխանությունը 2026-ի սպասվող ընտրություններին վերընտրվել եւ դիմում է բոլոր հնարավոր քայլերին։ Այդ քայլերը մի կողմից մարդկանց կալանավորելն է, մյուս կողմից օրենքներում փոփոխություն մտցնելը, ինչի ականատես այսօր եղանք մենք ժամեր առաջ, արտահերթ նիստ հրավիրվեց ընտրական օրենսգրքի փոփոխությամբ եւ մեկ ինֆորմացիա էլ հիմա ասեմ եւ լսեմ ձեր վերլուծությունը։ Ասում են դիտորդական մարմինների աշխատանքում պետք է փոփոխություններ իրականացնենք, քանի որ այդ դիտորդական կազմակերպությունները արդյունավետ չեն աշխատում, որպեսզի նրանց վերահսկողությունը լինի արդյունավետ, որպեսզի նրանք լինեն անկողմնակալ, այդպիսի մեխանիզմներ պետք է մտցնեն, որպեսզի քաղաքական չեզոքությունը դիտորդների հնարավոր լինի պահել։ Սա գործող վարչախումբն է ասում եւ փաստորեն մենք ականատես եղանք, ինչպես ընդդիմությունը հրաժարվեց մասնակցել այս հերթական այս օրենսդրական փոփոխությանը, որը բնորոշեց ընդդիմությունը ուժի զոռով արվող գործընթաց, որպեսզի իրենք վերընտրվեն։ Այսինքն, եկեք հասկանանք, ինչի հետ մենք գործ ունեցանք։ Արդյոք գործող ընտրական օրենսգիրքը դիտորդների հետ կապված իսկապես բավական թույլ է, որ ուզում է եւ չեզոքացնել, հա, որոշակի մեխանիզմներ եւ նորերը ներմուծել։ Խնդրեմ լսենք ձեզ, պարոն Սողոմոնյան, ինչի հետ գործ։ Այո, փորձենք հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել։ Այո։ Երեկոյան պարզ է դարձել ազգային ժողովի պատգամավորներին, որ վաղ առավոտյան, այսինքն այսօր արդեն հրավիրվում է ազգային ժողովի արտահերթ նիստ, օրակարգում ունենալով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրքի սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի ընդունումը։ Օրենքի նախագծի մասին, դրա հանրության մեջ քննարկման ներկայացնելու մասին որևէ տեղեկություն մինչ այս պահը մենք չենք ունեցել։ Նախագիծը վերաբերում է, առաջարկվող փոփոխությունը վերաբերում է դիտորդական կազմակերպությունների, ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնող հասարակական կազմակերպությունների եւ հիմնադրամների իրավունքների, նրանց գրանցման հետ կապված, նրանց գործունեության կասեցման կամ արգելման հետ կապված կարգավորումներին է վերաբերում։ Ինչ է առաջարկվում այս փոփոխությամբ։ Նախ դրան անդրադառնանք բովանդակությանը, հետո քննարկենք մնացած հանգամանքները։ Այո։ Այս փոփոխությամբ առաջարկվում է, որ դիտորդական առաքելության իրավունք ունեն այն կազմակերպությունները, իրավունք են իրացնում այն կազմակերպությունները, որոնք պահպանում են քաղաքական չեզոքություն, այդ չեզոքության ներքո ինչ ձևակերպում է տրվում, այդ չեզոքությունը ինչպես է ձևակերպում, որ այդ կազմակերպությունները, դրանց կառավարող խորհուրդը կամ դրանց անդամները որևէ վերաբերմունք չեն արտահայտում, որևէ ուրեմն կանխակալ վերաբերմունք, այսպես է ձևակերպված, չեն արտահայտում ընտրության մասնակցող թեկնածուների կամ կուսակցությունների կամ դաշինքների օգտին եւ նրանց դեմ կամ նրանց օգտին
քարոզչություն չեն իրականացնում։ Այսինքն իբրև թե առաջին հայացքից որ նայում ենք, իբրև թե դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների գործունեությունը ավելի այսպես որոշակի կարգավորող փոփոխություն է մտնում։ Բացի այդ նաև սահմանվում է, որ դիտորդական կազմակերպությունը հայտագրվում է, նրա հայտագրումը ընդունված է համարվում նաև այն դեպքում, երբ որ նա ներկայացնում է իր ֆինանսավորման աղբյուրները։ Եվ այսպիսի մի դրույթ էլ կա մոտավորապես այն մասին, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարող է չընդունել տվյալ դիտորդական կազմակերպության ներկայացրած հայտը, նրան չգրանցել, կամ գրանցելուց հետո կասեցնել նրա գործունեությունը, եթե ըստ կենտրոնական ընտրական հանձնաժողովի պարզ դառնա, որ այդ կազմակերպության անդամները ինչ որ մի կուսակցության օգտին կամ այդ կուսակցության կամ դաշինքի դեմ քարոզչություն են իրականացնում, կամ որևէ այդպես վերաբերմունք են ցույց տալիս քաղաքական բնույթի, որևէ վերաբերմունք են ցույց տալիս, եւ կամ իբրև թե բացահայտվում են նրանց ֆինանսական միջոցների մեջ, ֆինանսավորման աղբյուրների մեջ ինչ որ խնդիրներ է առաջանում։ Ամբողջ երությունը սրանում է կա։ Հիմա հասկանանք, թե ինչ է թաքնված այս ամենում։ Պատահական չի, ինձ թվում է, որ դուք կապ եք հաստատել ինձ հետ, որպես հայաքվե ազգային քաղաքացիական միավորման անդամ, որովհետև այս խոսակցությունները առաջացել են դեռևս Գյումրի եւ Փարաքար համայնքների ընտրությունների ժամանակ, երբ որ հայաքվե ազգային քաղաքացիական միավորումը բոլոր ընտրական տեղամասերում ներկայացված է եղել դիտորդներով, եւ այդ դիտորդները պատշաճ վերահսկողություն են իրականացրել ընտրական գործընթացի եւ պաշտպանել են քաղաքացու ձայնը։ Նույն կերպ Էջմիածնի ընտրությունների, Վաղաշապատ խոշորացված համայնքի ընտրությունների վերաբերյալ։ Երբ որ արդեն գնում էր դիտորդների գրանցման գործընթացը, մի շարք կազմակերպություններ, քաղաքականապես աֆիլիացված, ասոցացված իշխանությունների հետ սկսեցին աղմուկ բարձրացնել եւ մեր գործունեության լեգիտիմությունը վիճարկել, իբրև թե մենք ընդդիմադիր քաղաքական ուժ ենք եւ այդպիսով դիտորդություն իրականացնելով մենք խախտում ենք քաղաքական չեզոքության սկզբունքը։ Այս խոսակցությունները բավական երկար տևեցին, նրանց ճնշման ներքո կենտրոնական ընտրական հանձնաժողովը նիստ հրավիրեց, նիստում քննարկեցինք, երկար քննարկում այսպես տեղի ունեցավ, եւ քանի որ ընտրություններից մեկ օր առաջ էր մեր գործունեությունը կասեցնել չկասեցնելու հարցը դրված, որպեսզի դիտորդական առաքելությունը չտապալվի, մեր անդամներից մի քանիսս, այդ թվում նաև ես, հայտարարեցինք, որ մենք ինքներս կոնկրետ Վաղարշապատում տեղամասերում դիտորդական առաքելություն կոնկրետ այս տվյալ անձինք չեն իրականացնել։ Հիմա այսօր երբ որ ազգային ժողովում հիմնավորվել է օրենքի այս փոփոխությունը, հատուկ հղում են կատարել մեր վրա, հատուկ հիշատակել են հայաքվե ազգային քաղաքացիական միավորումը, որ իբրև թե մենք քաղաքական չեզոքությունը չենք պահպանել։ Հիմա այս օրենքով նախատեսվում է, որ այսինքն իշխանությունների ձեռքին լծակ է դրվում, որ որևէ դիտորդական կազմակերպություն, որը որ ցանկալի չլինի նրանց համար, կարող են հրահանգավորել կենտրոնական ընտրական հանձնաժողովին, չընդունելու տվյալ կազմակերպության հայտը կամ կասեցնելու նրա գործունեությունը, երբ որ արդեն հայտը ընդունված է, այն հիմքով, որ իբրև թե
հայտարարություն է արվել եւ խախտել է քաղաքական չեզոքության սկզբունքը կամ հանկարծ ու հանկարծ հայտնաբերվել է, որ նրանց ֆինանսավորման աղբյուրների մեջ ինչ որ մի հատ կասկածելի, այսպես ասած, հիբրիդային բնույթի, իրենց խոսքերով ասել, ինչ որ գումար կա։ Այս քայլով փորձ է արվում անաչառ դիտորդությանը վերջ դնել քաղաքացիական հասարակության դիտորդական ֆունկցիան գործառույթը վերցնել ամբողջական վերահսկողության տակ եւ թույլ տալ միայն այն կազմակերպություններին իրականացնել դիտորդական առաքելություն, որոնք կամ կապված են իրենց հետ, աչք են փակում զեղծարարությունների վրա, կամ էլ գուցե օբյեկտիվ դիտորդական առաքելություն են, բայց ռեսուրսներ չունեն, քիչ ռեսուրսներ ունեն եւ չեն կարող արդյունավետ կերպով իրականացնել դիտորդական առաքելություն ծածկելով ամբողջ դաշտը։ Քանի որ հայակվի ազգային քաղաքացիական միավորում, ինքը քաղաքացիական միավորում, ինքը կուսակցություն չէ։ Ազգային քաղաքացիական միավորման մեջ կան անդամներ, ովքեր ազգային քաղաքացիական բնույթի հանրային գործունեություն իրականացնելուց բացի նաև քաղաքական դիրքորոշումներ են արտահայտում, քաղաքական հայացքներ են արտահայտում, սա մի կողմից, եւ մյուս կողմից հաշվի առնելով, որ մեր միավորումը բավականաչափ արդյունավետ աշխատող միավորում է եւ կարողանում է, այսինքն որ երրորդ անգամ վաղաշաբաթի ընտրություններով արդեն երրորդ անգամ ցույց է տալիս, որ կարողանում է արդյունավետ վերահսկողություն իրականացնել ընտրական գործընթացների ժամանակ եւ ունի անհրաժեշտ բոլոր ռեսուրսը, մարդկային կապիտալը, գիտելիքը, կազմակերպվածությունը, այդ ամենը եւ վերահսկողություն իրականացնելիս ջրի երես է հանում ամբողջ զեղծարար հակաիրավական, հակաօրինական գործընթացները, նրանք որոշել են փաստորեն օրենքի ուժով ապահովագրվել քաղաքացիական հասարակության այդ պոզիտիվ ֆունկցիայից։ Եթե այդպես չլիներ, օրենքի այս նախագիծը կանցներ բավական մանրամասն եւ երկարատև քննարկում։ Դրա մասին իրազեկվեին հենց այդ կազմակերպությունները, որոնք որ իրականացնում են դիտորդական գործունեություն։ Իրազեկվեին եւ կհրավիրվեին համապատասխան քննարկումների, կհրավիրվեին ազգային ժողովի լսումներ եւ այլն, տարբեր գործիքներ կա այն հարցերի վերաբերյալ, որոնք որ վերաբերում են քաղաքացիական հասարակությանը։ Բայց այդպիսի գործիքներ չի արվել։ Քննարկումներ չեն տարվել նաև հենց բուն ազգային ժողովի ներսում։ Այլ հապճեպ շատ արագ մոբիլիզացնելով, բերման ենթարկելով, այսպես ասած, ՔՊԱ-կան ամբողջ մարդկային ռեսուրսը, արագ ձևով անց են կացրել այս նախագիծը, առաջին ընթերցման անց են կացրել այս նախագիծը, այս պահին ես չգիտեմ, տեղեկություն չունեմ, երկրորդ ընթերցում անցել է, թե չէ։ Եվ ընդ որում առաջին ընթերցումից հետո էլ արագ ձևով, արագացված ձևով երկրորդ ընթերցման են ներկայացրել։ Սա ակնհայտ է դարձնում, որ իրենք հունիսին կայանալիք համապետական խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ուզում են անել ամեն ինչ, որպեսզի իրենց խայտառակ ցածր վարկանիշի պայմաններում եւ հանրային ցածր աջակցության պայմաններում իրենց պլանավորած կեղծիքները, զեղծարարությունները ջրի երես հանող կազմակերպություններ չլինեն, կամ եթե դրանք արվել, լինեն հատուկենտ եւ ստեղծվի տպավորություն քաղաքագիր աշխարհի աչքի առջև, իբրև թե ընտրությունները անցել են պարզ, արդար, թափանցիկ։
Պարոն Սողոմոնյան, խիստ մտահոգիչ էր ձեր վերլուծությունը եւ ներկայացրած փաստերը, այո, տպավորությունը, այո, իսկապես հենց այդպեսին է, այսինքն ոչ թե տպավորություն է, դա իրականություն է։ ՔՊ-ն ամբողջությամբ փորձում է վերահսկողության դաշտ տեղափոխել, այսինքն ամբողջությամբ օրենքներով, հա, շատ արագ փոփոխվող օրենքներով վերահսկելիությունը ապահովել իր սպասվող ընտրություններում։ Հիմա այն, որ այսպես հապշտապ, առանց դուք շատ ճիշտ ասացիք, առանց նաև հանրային սեկտորի հետ քննարկելու, դիտորդական հայտնի կազմակերպությունների, այդ թվում նաև հենց մեծ գործ արած Հայաքվեի հետ առանց այս ամենը քննարկելու, եթե նրանք անցնում են օրենքների նման հապշտապ փոփոխության, իրավական տեսանկյունից սա իսկապես չի համարվում լրջագույն խախտում։ Մենք, այսինքն, ինչ է ստացվում, իշխանությունը օգտագործում էր բոլոր լծակները, հա, սա, այսինքն, ինքը օգտագործում էր բոլոր հնարավորությունները, դաշտը մաքրելով մի կողմից իր համար ոչ ցանկալի մարդկանց նրանց կալանավորելով, մյուս կողմից օրենքները վերափոխելով։ Այս ամբողջը հակաիրավական, հակապետական, հակաօրենսդրական կարող ենք մենք որակել։ Միանշանակ կարող ենք, որովհետև Հայաստանի Հանրապետության սահմանադրությունն ու օրենքները եւ ընդհանրապես իրավունքը որպես լայն հասկացություն սահմանում է, որ իրավական նորմերը, այդ թվում օրենքները, պետք է ունենան մի կարևոր բաղադրիչ, որոշակիություն։ Այո։ Տարընթերցումների, տարատեսակ մեկնաբանությունների, ընտրողական մեկնաբանությունների տեղիք չտան կամ հնարավորինս չտան։ Ահա երբ որ այդ տեսանկյունից ենք նայում, այս օրենքը ամբողջությամբ հակասում է իրավական որոշակիության սկզբունքին։ Որովհետև, տեսեք, ասում է, որ օրինակ, հա, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժում է հասարակական կազմակերպության կամ հիմնադրամի հավատարմագրման մասին դիմումը, եթե մի շարք պայմաններ է թվարկվում է եւ հիմա նայեք, եթե տվյալ կազմակերպությունը մասնակցում է տվյալ ընտրությունների տեխնատուրի կարգավիճակով կամ տվյալ կազմակերպությանը կամ հիմնադրամը աջակցում է տեխնատուրներին կամ ընտրություններին մասնակցող կուսակցություններին կամ դաշինքներին, կամ տվյալ կազմակերպությունը կամ հիմնադրամը կազմակերպում կամ իրականացնում է ընտրությունների մասնակցող կուսակցության կողմ կամ դեր, օգտին կամ դեր քարոզչություն։ Եվ նաև ասվում է, որ տվյալ դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունը, հասարակական կազմակերպությունը եւ հիմնադրամը պարտավոր է պահպանել դիտորդական առաքելության վարքագծի կանոնները, նորից ասում է ինչ է պարտավոր անել, մի քանի պայմաններ, եւ ասում է հրապարակայնորեն որևէ կանխակալ դիրքորոշում չարտահայտել կամ նախապատվերի վերաբերմունք չդրսևորել տեխնատուրների ընտրությունների մասնակցող կուսակցությունների դաշինքների հետ կապված որևէ հարցի վերաբերյալ, բայց այստեղ կարծես թե ուզում են որոշակիացնել, բայց դրանով ստեղծում են ընտրողական մեկնաբանություն անելու շատ ավելի լայն հնարավորություն։ Ասում է, որ կանխակալ վերաբերմունք չդրսևորել, ինչ է նշանակում կանխակալ վերաբերմունք չդրսևորել։ Դիցուք ես ենթադրենք դիտորդական առաքելություն իրականացնելու ժամանակ մեկ այլ առիթով ՔՊ-ի մասին խոսում են դեպքից թթված արտահայտություններ։ Դա կգնահատվի որպես կանխակալ վերաբերմունք, թե չի գնահատվի։ Կդրսևորվի, կհասկացվի որպես կանխակալ վերաբերմունք։ Կամ ՔՊ կուսակցությունը մասնակցում է օրինակի համար Սպիտակ քաղաքի, Սպիտակ համայնքի ընտրություններին, մենք իրականացնում ենք դիտորդական առաքելություն։ Դա այդ ամբողջ ընթացքը ենթադրենք, ասենք, մի ամիս տևում է, որովհետև դիտորդական առաքելությունը իրականացնում են նաև նախընտրական շրջան, հա, միայն ընտրության օրը չի։ Ու այդ մի ամսվա ընթացքում ՔՊ կուսակցության վերնախավի կողմից մի հատ շատ ահավոր բան է տեղի ունենում մեր կարծիքով։
Եվ մենք այդ մի հատ ահավոր այդ բանին, որը կապված չի Սպիտակ համայնքի ընտրությունների հետ, բացարձակ կապված չի։ Ասենք ՔՊ-ի անդամ Ալեն Սիմոնյանը ենթադրենք գործողման ժամանակ մի հատ արկածա ունեն, ու մենք այդ արկածին անդրադառնում ենք, սա համարվելու է փաստորեն կանխակալ վերաբերմունք, հա, կուզեն կհամարեն փաստորեն կանխակալ վերաբերմունք։ Այո։ Սրա մասին է խոսքը։ Այսպիսով, այս օրենքով մի քանի հարց են ուզում լուծել։ Նախ եւ առաջ քաղաքացիական հասարակության ազատ խոսքի իրավունքի իրացմանն են խոչընդոտում, առաջին հարցը։ Խոչընդոտում են ընտրական գործընթացի վերահսկողության այդ կարևոր գործառույթը, որ ունի քաղաքացիական հասարակությունը։ Քաղաքացիական հասարակության դաշտը փորձում են մաքրել, թողնելով միայն իրենց ցանկալիներին եւ իրենց կողմից վերահսկողներին։ Պաստորեն, դուք բավական անհանգստացրել եք այս իշխանությանը, նախկին մինչ այսօր թիմ ընտրություններում կազմակերպացած ձեր դիտորդական առաքելությամբ վախեցրել եք այս իշխանությանը եւ իրենք ստիպված եղան նման արագ մտնել շուտապույտ կարգով նման օրենսդրական փոփոխություն նախաձեռնել, որպեսզի կանխեն ձեր եւ ձեր նման էլի գործող դիտորդական առաքելությունների արդար ազնիվ աշխատանքը։ Լավ, հիմա ինչ եք պատրաստում կներեք։ Պատկերավոր ասած, այսքան ամեն ինչ անելու փոխարեն շատ ավելի ազնիվ կլինեին, եթե ընդունեին մի օրենք հետևյալ բովանդակությամբ, որ Հայաստանի Հանրապետությունն, վարչապետին եւ ազգային ժողովի մեծամասնություն կազմած կուսակցությանը կամ դաշինքին քննադատելը արգելվում է։ Ես իհարկե սարկազմով եմ սա ասում եւ այսպեսի գրառում էի արել Facebook-ում, որի ներքո մեր գործընկերներից մեկն էլ նույն սարկազմիկ բովանդակությամբ գրեց, որ կամ էլ կարող էին ընդունել օրենք հայաքվեին դիտորդական առաքելություն իրականացնելու իրավունքից զրկելու մասին պարզապես։ Դուք ինչ եք պատրաստվում անել, պարոն Սողոմոնյան, հիմա որպես դիտորդական առաքելություն իրականացնող ամենաակտիվ կազմակերպությունը, որովհետև այսօր այդ մասին նաև հնչեցրեց Արծվիկ Մինասյանը, Հայաստան խմբակցության քարտուղարը, որ իրենք դիմելու են բոլոր դիտորդական առաքելություն, նաև տեղական առաքելություն, դիտորդական առաքելություն իրականացնող ուժերին եւ նաև միջազգային։ Դուք պատրաստվում եք հայտարարությամբ հանդես գալ։ Միանշանակ մենք մեր կարծիքը անպայման արտահայտելու ենք։ Քաղաքական գործող վարչախումբը քաղաքացիական հասարակությունը վերացնելու ուղղված հերթական հակաօրինական քայլն է իրականացրել այս հակաիրավական օրենքը բերելով եւ ընդունել տալով ազգային ժողովում եւ սա նաեւ քայլ է անմիջապես մեր դեմ հայաքվե ազգային քաղաքացիական միավորման դեմ մենք սա անարձագանք չենք թողնելու եւ այս հակաօրինական հակաիրավական արարքը անպատիժ չենք թողնելու մենք առաջիկայում հանրությանը կտեղեկացնենք թե ինչպես եւ մեր դիրքորոշման մասին եւ մեր հետագա քայլերի մասին անպայման հանրություն տեղակ կլինի։ Կարծում եք արդյունավետ է լինելու այդ քայլերը եւ միաժամանակ պատրաստվում եք միջազգային հարթակներում եւս միջազգային կազմակերպությունների հետ դիտորդական եւս այս հարցով ինչ որ աշխատանք տանել, թեպետ գիտենք միջազգային կառույցները համրուլուր են դարել վերջին տարիներին եւ մարդիկ պարզապես պատրաստվում են նաեւ օգտակար լինել Նիկոլ Փաշինյանի վերընտրությանը։ Կարծում եք կմիանան ինչ ակնկալ է նկատի ունեմ միջազգային նաեւ կառույցներից դիտորդական նաեւ։ Միջազգային նայած որ կառույցների մասին է խոսքը, իհարկե մեր արևմտյան գործընկեր երկրների կառույցները բավական տևական ժամանակ ցույց են տվել, որ իրենց գործունեության հիմքում կառույցներից որոշները, չեմ ասում բոլորը, որոշները տևական ժամանակ ցույց են տվել, որ իրենց գործունեության հիմքում ոչ թե արժեքներն ու սկզբունքներն են, այլ աշխարհաքաղաքական շահերն են։ Այդուհանդերձ կան կառույցներ,
կան հեղինակավոր անձինք, կան քաղաքական հանրային գործիչներ, որոնց համար մարդու իրավունքները, ժողովրդավարությունը, քաղաքացիական հասարակությունը արժեքներ են եւ նրանք շարունակում են պայքարել։ Մենք հաստատապես մեր բոլոր կապերի հնարավորությունների միջոցով կտեղեկացնենք այս հակա ժողովրդավարական քայլի մասին, արդյունքների մասին գնահատական տալ կանխատեսումներ անելը անշնորհակալ գործ կլինի իհարկե, համենայն դեպս մենք ուղղակի այս ամեն ինչը չենք ընդունելու զուտ որպես ի գիտություն։ Հասկանալի է։ Մենք դիրքորոշումը եւ հանրությանը եւ միջազգային հանրությանը հասցնելու տարբերակների վրա անպայման կմտածենք։ Շնորհակալ եմ, պարոն Սողոմոնյան, հակիրճ բովանդակալից տարբերակով ներկայացրեցիք, թե ինչ է այսօր տեղի ունեցել խորհրդարանում ընտրական օրենսգրքի որոշ կարևոր կետեր փոխելու հետ կապված։ Շնորհակալ եմ, կարծում եմ կապի մեջ կլինենք, սպասենք, թե դուք նաև ինչպես եք զարգացումներին անդրադառնալու։ Հնարավոր է մենք եւս նման կարճ եթեր ունենանք, որտեղ կմեկնաբանեք հետո եկող ձեր քայլերը։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ հարցը ուշադրության կենտրոնում պահելու համար։ Այո, ամեն ինչ պետք է անել այս իշխանությունների հակաժողովրդավար, իրականում հակաժողովրդավար երեսը ցույց տալու համար, որովհետև իրենք ժողովրդավարությունը փորձում են արմատախիլ անել Հայաստանում, ժողովրդավարության ճակերտավոր անվան տակ, ինչ որ գործիքներ այսպես կիրառելով, օրենքներով փորձում են հակաժողովրդավարական ռեժիմ կառուցել, այսինքն կառուցում են նրան Հայաստանում։ Դե ինչպես մեր քաղաքական գործիչներից մեկն էր ասել, սա ոչ թե ժողովրդավարական երկիր է, կամ իշխանություն է, այլ ժողովրդավարությունը սպանող իշխանություն է, որը աշխարհում փորձում է ճիշտ հակառակ դեմքով ներկայանալ, բայց ներսում մենք բռնապետի հետ գործ ունենք եւ բռնապետական համակարգի հետ գործ ունենք։ Շնորհակալ եմ, պարոն Սողոմոնյան, վերհիշեցնեմ իմ հեռուստադիտողներին, որ տեսակապով ես զրուցում եմ Հայաքվե ազգային քաղաքացիական միավորման անդամ Մենուել Սողոմոնյանի հետ։ Լավ եղեք, կհանդիպենք։